Կուլտուրական մասը այսքանով ավարտենք։ Հավաստի աղբյուրը ժողովուրդն է։ Ինչ կար մեր ձևովի մեջ։ Ենթադրաբար հանցավոր դրսևորում է։ TikToker-ը հասավ իր սիրելի Ջոն Լենոնին։ Տոտան ջարդեն։ Եթե սա ձեր կամքին դեմ է, այս նշանը թողեք։ Ի վերջո իսկ ինչի չի կարող լուսաբանել հանրայինը։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն հուսով ենք տեղադրել եք ձեր թեյը, ինչ որ համով բանը, որովհետև մենք լրիվ պատրաստ ենք։ Եվ ուզում ենք նորից հիշեցնել, եթե նայում եք այս հաղորդումը առանց բաժանորդագրվելու, դա ավելորդ լարվածություն է մտցնում մեր հարաբերությունների մեջ։ Այդ անտերը բաժանորդագրվեք հանգիստ առանց լարման նայեք։ Իսկ մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ը շարունակում է ձուլել ու ձուլել, ամրացնել ու ամրացնել Հայաստանը։ Գերմանական տեխնոլոգիաները սպասում են հայոց երկրի հայ շինարարների նոր պրոյեկտներին։ Իդեպ Մարատ Հայրապետյանի համարն է պետք, եթե ունեք ուղարկեք։ Ես ունեմ։ What? Այդ հետո։ Բարիլուր մեր վաղեմի գործընկեր Solar Holding-ից ուշադրություն հիմա կախարդական բառ եմ հնչեցնելու։ Պատրաստ եք։ Գնիջեցում։ Ավելին, կախարդական ֆրազ, մեծ գնիչեցում, 10 կիլովատանոց կայանը սկսած 1.890.000 դրամից Solar Holding-ում։ Բարեկամներ, նոյեմբերն է, բայց արևը այնտեղ անիմաստ շողշողում է։ Մի թողեք տենց անիմաստ ու անարդյունավետ ձեր գործերի համար շողշողա։ Ասեմ ավելին, մի թողեք հարևանին փող բերի արևը։ Հա։ Եվ այսպես լուրերը շատ են, կան նաև լավ լուրեր, բայց սկսենք Փաշինյան լրագրողներ գեղեցիկ ճեպազրույցից։ Այնքան էլ ճեպ չէր այդ զրույցը, լրագրողները հասցրեցին տալ մի քանի հարցեր։ Բայց սկսենք վատ հարցերից։ Նարեկ, դու չէ։ Կիրակոսյան, Կուսակցությունը նոր մոտեցում է ըստ էության ցուցաբերում տեխնացուների հավաքագրման հետ կապված, խնդրում եմ բարձրաբանել դա ինչով է պայմանավորված եւ գումարի չափը 500,000 կուսակցականների դեպքում եւ 1.5 միլիոն անկուսակցականների դեպքում ինչպես է այդ գումարը որոշվել այդ չափը, այդ գումարը ինչ է լինելու արդյոք այստեղ շուտ կոռուպցիոն դրսևորումներ չեն կարող լինել։ Նարեկ ջան, սա կլասիկ տուֆտա հարց է։ Պետք է մի քիչ ավելի լավ հարցեր տալ։ Ինչ ես կպել Նարեկին, հարցա տալիս է։ Արա դե ԿՊ-ի ցուցակն է, ինձ ինչի պետք է հետաքրքիր լինի ոնց են որոշվել գումարը կամ ինչ կոռուպցիոն ռիսկեր, խիա դա մեզ հետաքրքիր։ Ավելի սուր ու դիպուկ հարցեր, ասենք Ղազախական ցորենը, ինչ եղավ, ուր հասավ։ Ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, ընկալումն այն էր, բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին։ Դեն Գոյչայի հորի կոմենտից հետո Ռուբինյանը ընենց Ալիևի պորտը տեղը դրեց, որ նրանք խառնվեցին, ասին օքեյ, եկեք ռուսական ցորենն էլ թողենք ու ռուսականը հասավ ավելի շուտ, քան հայտարարված ղազախական ցորենը։ Դե վերջ, կուլտուրական մասը այսքանով ավարտենք, անցնենք Դոմփելուն։ Այսօր ուրբաթ է, իսկ ուրբաթը դուր չի գալիս որոշ քերական անց։ Ինչպես ստացվեց, որ մի սրբազանի ու մի քերակնոջ մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից ամիսներ անց տարածվում է ինտիմ տեսանյութ, որը վերագրվում է նույն անձանց։ Արդյոք հատուկ ծառայություններն են վարչապետի սեղանին դրել այդ կադրերը։ Փաշինյանը ստատուսը գրելիս փաստեր ուներ։ Ամենահավաստի աղբյուրը ժողովուրդն է։ Չէ, ժողովուրդը կակրաս հավաստի աղբյուր չի։ Ժողովուրդը նաև վստահ էր, որ Արագաչապերը Սաշիկինն էր, հեսայեղապողությունից հետո մեղրի մեջ ենք ապրելու, այդ ժողովուրդն է, այդ նույն ժողովուրդն է։ Լրագրողները ուզում են միջև վերջ պարզել այդ Դոմփելու պատմությունը։ Իսկ Փաշինյանը ոնց որ մի քիչ հետնահանջ արեց Դոմփելի եզրույթից։ Ինչ որ ես հարկ եմ համարել ասել եմ, հետո էլ ասածից համար ներողություն եմ խնդրել։ Դոմփել բառը գրեհիկ է կոպիտ անվայելուչ, վարչապետը վարքագծի կանոն է խախտել։ Այդ ներողությունը զուտ բարի համար, իսկ ով է պատասխան տալու մեր ուղեղի մեջ այդ պատկերը, այդ անջինջերի պատկերը դնելու համար։ Մորացի այն, ուստեղ կտրուկ անցում եղավ Դոմփելուց դեպի ավելի աշխարհիկ թեմաներ, բարձվում է ոչ միայն Դոմփում են, այլ նաև KGB-ի հետ կապեր ունեն։ Ախպերը որ KGB-ի գործակալն է, որևէ բացատրություն տվել է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակա, մեկը բան մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ է եղել, իրանց անձնական կյանքն է։
Իդեպ Մայրաթորն այս մեղադրանքներին մինչև այժմ չի անդրադարձել, որ վեհափարի եղբայրը ռուսական գործակալ է, Փաշինյանն իր հիմնական աղբյուրից ժողովրդից չի լսել, պնդեց Փաստերկան։ Այն փաստերը, փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից այո նա հավաքագրվել է որպես պակ գործակալ։ Դե եթե տես փաստեր կան, գուցե հենց դրա վրա կենտրոնանանք, թե չէ դոմփել ու դոմփել։ Կամ вообще սա սկանդալը նրա մասին էր, որ ԿՊ-ն վախենում է, որ եկեղեցին չափազանց մոտ էր KGB-ին։ Դե եթե տես բան կա, տենց էլ ասեք, կարող է դոմփել ուղղակի ասես նուրբ անցում էր դեպի KGB։ Ու вообще ինչնա հուշում եկեղեցի KGB Ռուսաստան կապերի մասին։ Նա միավորում դոմփելն ու KGB-ն։ Орденом Александра Невского награжден архиепископ Езрас, глава Российской и Новонахичеванской епархии Святой Армянской апостольской православной церкви. Օրեր առաջ Ռուսաստանի նախագահը ազգային միասնության օրվա արդիվ վեհափարի եղբորը Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Նևսկու շքանշան հանձնեց։ Վլադիմիր Վլադիմիրովիչ, եթե ինչ-որ կառույցի մեղադրում են Ռուսաստանի չափազանց մերձ կապ ունելու համար ու երկու անց ինչ-որ շքանշան եք տալիս, ախպորը դա вообще չի օգնում գործին։ Բայց լավ, էլի այդ աշխարհիկ թեմայից անցում եղավ դեպի կաթողիկոսի անձնական կյանք։ Հոգևոր վերնախավի դեմ սկսած արշավանքից ավելի քան 5 ամիս անց Նիկոլ Փաշինյանը տարակուսանքով է արձանագրում, մարդկանց չի հետաքրքրում կաթողիկոսը աղջիկ ունի, թե ոչ։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Այսինքն որը մեկ ինչի չի որևէ փորձագետի, մասնագետի մայր աթոռի ներկայացուցիչ ես հարցը տալիս։ Եթե նա ունենար պարզվի, որ ունի աղջիկ կամ որևէ մեկը, ով կուսակրոնության ուխտը ստանձնե, հետո երեխա է ունեցել, կարող է լինել կաթողիկոս, թե չի կարող։ Նույնիսկ եթե պարզվի, որ աղջիկ ունի մեկը, նա լավ կաթողիկոս է։ Ինչու՞։ Որովհետև կաթողիկոսից տղա է ծնվում, իսկ լավ կաթողիկոսից աղջիկ, բում։ Բայց ոնց որ Փաշինյանը այտենց ավելի թեժ հարցեր էր սպասում։ Ուզում եմ արձանագրեմ, որ փաստորեն բան չկա, այտենց հրատապ կոռուպցիոն սկանդալներ կամ չգիտեմ ինչ չկար, որի մասին։ Լավ, շնորհակալ եմ։ Մարդը կոռուպցիոն սկանդալ էր ուզում, ասում էր քրքրեք ինձ, քրքրեք կոռուպցիայով, փոխարեն ինչ որ հեշտ հարցեր, անդամավճարներ։ Պարզաջրենք լավ թեմայով։ Էկոնոմիկայի նախարարը մեշոկով լավ լուր է բերել։ 152 միլիոն եվրո։ Ուղիղ այդքան գումար Գերմանիայի կառավարությունը կհատկացնի Հայաստանին որպես աջակցություն։ Վաու, Պապոյան, սա շատ լավ լուր է։ Գնաց Գերմանիա եւ Բունդես բյուջեից մեր համար քերեց 152 միլիոն եվրո։ Ու մի անգամ դուրս չեկա դες Բունդես շենքի մոտից լայվ մտավ դրա մասին։ Քերի դրանց, Պապոյան, կթի ու քերի։ Դե ոնց լայվ դուրս չգաս, որսես լավ բան է սա։ Մի հատ փոքրիկ Բունդես հարց նաեւ, այդ 152 Բունդես միլիոնը դες թիմային աշխատանքեր, կառավարությաններ, ով էր սրա հետում կանգնած։ Այն հիմնական արդյունքը, որին հասանք այստեղ Բերլինում, Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում, որը հայկական կողմից ղեկավարում եմ ես։ Կառավարում ես դու, ջան, ընդհանրապես այդ 152 Բունդես միլիոնի վրա կարող ենք Բունդես Պապոյանի անունը գրել, Պապոյանի անվան Բունդես միլիոններ, բայց այդ փողը Բունդես մտնելու է մեր օբշի բյուջե, չէ՞։ Այս տարի նոր տարվա սեղանին Բունդես բուդ ուտելուց գիտենք ում շնորհակալություն ասենք, այո, փողը քերելա, բայց մի անգամից ասեց որտեղա ծախսելու։ Այդ ամբողջ գումարը ուղղելու ենք Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը, վերականգնվող էներգետիկայի եւ ջրային համակարգերի զարգացմանը ու Հայաստանի տնտեսության բազմաթիվ կարևոր խնդիրների լուծմանը։ Պապոյանին պետք է ամիսը մեկ ուղարկել Գերմանիա։ Всё։ Այդ ընթացքում Սերժ Սարգսյանին կանչեցին դատարան։ Մի օրվա մեջ 3 անգամ։ Երրորդ նախագահի առնչությամբ մի քանի գործ կա դատարանում, որոնք երկու վարույթով են քննում։ Երկու դատավորն էլ 3 մերժել են դատախազության միջնորդությունը, որ պահանջում էր Սարգսյանին արգելել երկրից դուրս գալ։ Մեղադրողի պահանջը դատարանը քննել է նաև նախօրեին գիշերը։ Հաջորդ օրն էլ շարունակվել են նիստերը։ Անգամ երբ դատավորներից մեկի եղբայրը հանկարծամահ է եղել, մանրամասնում է Աշոտյանը։ Այնքան էր նիկոլական պրոպագանդան, նիկոլական ապարատը, Նիկոլա անձամբ այդ խնդրով շահագրգիռ, որ անգամ դատավորներից մեկին
իր հարազատի սքվար արարողություններից կտրել, բերել էին եւ փաստացի ստիպել էին նիստ անցկացնել։ Արդյունքում Սերժ Սարգսյանին արգելվեց դուրս գալ երկրից։ Էլ չի կարողանա գնալ Էգեյան ծով։ Էգեյան ծով ինքը չէր գնացել։ Հա։ Այն մյուս նախագահն է։ Առավել եւս, կակրաս Իրան էր ամենաշատը պետք դուրս գալ։ Բախի մի օրվա մեջ այդպես չկողմնորվեցին 3 անգամ կանչեցին։ Ինչ որ նոր գործ է բացվել։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք են առաջադրել ու արգելել երկրից բացակայել։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է տեղեկացնում։ Ըստ նրա Սարգսյանին մեղադրանք են առաջադրել հանգուցյալ գործարար Միխայել Բաղդասարովի ցուցմունքների դրվագով։ Ընդ որում ըստ Աշոտյանի դեռ 6 տարի առաջ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ Բաղդասարովը հերքել է դրանց իսկությունը։ Ռուսախոս Բաղդասարովը հրաժարվել է ցուցմունքներից, նշելով, թե սխալ են թարգմանել իր ասացները, պատմում է Հանրապետական կուսակցության փոխնախագահը։ Իսկ կարողա TV5-ի թարգմանիչներ թարգմանել Բաղդասարովին։ Չենք մոռացել սա, լավ է։ Լավ, բայց իսկական ինչ թարգմանչական սխալ է, ինչ որ Բաղդասարովը ասել էր Սերժ Սարգսյան վինավատ, իսկ դա սխալմամբ թարգմանել են «նի վինավատ» ու հիմա ինչ որ նորից բացվում է հանգամանքներ, հա։ Արդյոք սա զարմացնում է ՀՀԿ-ին։ Սա մեզ չի զարմացնում, բայց զայրացնում է այն տկարամտությամբ, այն լկտիությամբ, այն հաբրգածությամբ, այն անպատժելիությամբ, որով Նիկոլ Փաշինյանը եւ իր կամակատար դարձած իրավապահ համակարգը ափաշկարա բացահայտ կերպով խախտում են բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում նաեւ երրորդ նախագահի ֆունդամենտալ հիմնարար իրավունքներ։ Իսկ մինչ Փաշինյանը զայրացնում է ՀՀԿ-ին, քննչական կոմիտեն բացատրում է ինչու են կալանավորել Սամվել Կարապետյանին։ Հիշեցնեմ, որ հիմնական պատճառը մեր ձևով կպաշտպանենք եկեղեցին արտահայտությունն էր։ Ինչ կար մեր ձևովի մեջ, որ տենց փոթորկեց իշխանությանը։ Ֆրենկ Սինատրան էր Man did it my way։ Ինքը հիմա սաղելներ իրանել կնստացնեին։ Պարոն Պողոսյան, ես շարունակում եմ պնդել, մեր ձևով ինչպես է ստացվել, որ իշխանության ձախտում են համարվել իրավապահ համակարգի կողմից։ Այսինքն մեր ձևով մարդը կարող է գնալ պատասխանատվի մասնակցել, մոմ վառել։ Այսինքն մեր ձևով ինչու դուք մեր ձևով համարեցիք, որ իշխանություն է ուզում ձախտել։ Որովհետև մենք տվեցինք իրավական գնահատական եւ համարեցինք, որ դա ենթադրաբար հանցավոր դրսևորում է։ Դե սա շատ վատ բացատրություն է։ Մարդիկ ակնկալում են քննչականից փաստերի վրա հիմնված գործեր, ոչ թե գնահատականը շատ սուբյեկտիվ բան է։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը ասում է «փռեք բոլորին ասֆալտի վրա», դա կարելի է գնահատել որպես ագրեսիայի կոչ կամ կարելի է գնահատել որպես մի հրաշք վարչապետ, ինչպես արեցիք դուք։ Իսկ այդ ասկում մեր ձևովի առաջնորդը հարցազրույց տվեց ամերիկացի հայտնի մեկնաբան Թաքեր Քարլսոնին, իսկ որոշ ֆեյքոտ իշխանական կայքեր սկսեցին ասել, որ ապայման փող են տվել այդ հարցազրույցի համար։ Բայց մեր ձևովը չխառնվեց եւ հուշկու սպառնաց այդ ֆեյքերին։ Եթե իշխանական ֆեյքաբուծարանը շարունակի իր չարաճճի փորձերը հարցազրույցին վերագրել որևէ գումար, ստիպված ենք լինելու Թաքեր Քարլսոնին տեղեկացնել, որ Հայաստանում մի փոքրիկ խմբակ նման բաներ է տարածում։ Ոչ, միայն ոչ դա, խնդրում ենք Քարլսոնին չասեք, որ մեր մոտ ֆեյք լուրեր են տարածում իշխանության կողմից։ Հա, միայն ոչ այդքան դաժան ինչ որ արձագանք, ինչ որ какой-нибудь ֆեյք լուրերի պատճառով։ Նախ ոչ մեկին հետաքրքիր չի փող տվել եք թե չէ Քարլսոնին։ Իհարկե բացառված չի, որ Պուտինից ու Թրամփից հետո Քարլսոնը, որ չի ապրում կտորի վրա, մտածեց, վաղուց Starshare Group-ից մարդ չեմ հրավիրել մոտս։ Բայց եթե նույնիսկ փող են տվել, լավ են արել, դա ապօրինի չի, դա նորմալ պրակտիկա է։ Բայց ռեժիմը վախեցավ, որ մեր ձևովը նախ կապացի, որ Քարլսոնը իսկական է, եւ երկրորդը Քարլսոնին կպատմի որոշ բաներ, որ ստեղ կատարվում են։ Լավ, վերջ։ Վերջում գեղեցիկ լուր ընթերցասերների համար։ Լույս տեսավ Հովիկ Աղազարյանի նոր գիրքը, նոր որն է, միակ գիրքը։ Երկրի իրական կողմը։ Երկու բառով, ինչի մասին է։ Այնա, որ Նիկոլ Փաշինյանը որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, որպես հասարակական գործիչ, իրան սպառել է։ Մենք համարում ենք, որ սպառել է իրան։ Եվ մենք վերահասել ավտորիտար ղեկավարի իր բոլոր սարսափելի այսպես կոչված հետևանքներով։ Իսկ ավելի մանրամասն թե ոնց է Նիկոլ իրան սպառել եւ ավտորիտարիզմի 50 երանգները, կարդացեք գրքում, որի շնորհանդեսին մեզ չկանչեցին։ Իսկ շնորհանդեսին կանչել էին Մասկ կուսակցության վարչապետի տեխնացուին, ով էլի տենց հիշողություններով մի քիչ կիսվեց։ Ուզում նախ մի դրվագ պատմեմ, որը կարծում եմ լրագրողներին եւ շատերին կհետաքրքրի։
մի հետաքի դրվագում, որ ինքն չեմ պատմել, ինքն է կարա չի հիշում հիմա, բայց ուզում եմ ձեր համար պատմել։ Ուրեմն 18 թվականի ապրիլի 16-ն էր, ու հիշում եմ Աղազարյանը երևի, չգիտեմ, կարող է մի բավականին երկար ժամանակ ոչնարություններ ունեցել լողանալու, ոչնարություններ ունեցել շորերը փոխելու, ոչնարություններ ունեցել sense կոշիկները բան կեղտոտ, մի վատ վիճակում։ Էդման ջան, վստահ ենք, որ ուզում ենք հիշել մի դրվագ, որի հիմնական մասը այն է, որ Աղազարյանը վաղուց չէ լողացել, որ վաղուց այնտեղ էր։ Ապեր կարող է շատ լավ Աղազարյանին բնութագրող տեղ ա տանում այս նախադասությունը։ Ասես նայեց, ասես, ասի հա հույս կա, ասես դե ես չգիտեմ, չկա երևի։ Ասի բա ուր ես գնում։ Դե ասեց ես Նիկոլին չեմ կարող մենակ թողում։ Ու գնաց։ Այդ դրվագը ես երբեք չեմ մոռանում։ Տեսար, կերար, այտենց հավատարիմ մարդ։ Okay, Pastor Էդմոնի մոտ հիշվել էր երկու բան։ Մեկը որ Աղազարյանը վաղուց չէ լողացել, եւ մյուսը որ չնայած դրան նա մեկը մնաց Նիկոլի կողքը, չնայած հազարավոր աջակիցներ խնդրում էին գնա լողացի։ Ինչ տիպի չէր լողացել, որ 7 տարի անց, հիշմա, գիտես ինչ, արի նոր գրողներին, մեր երիտասարդ գրողներին մաղթենք ամեն տեսակի հաջողություն գրականության այս բարդ, բայց այդքան պատասխանատու արվեստում։ Այո, թող առաջինն լինի, վերջինը չլինի Աղազարյան ջան։ Այո, նորանոր տիրաժներ, իսկ դուք մնում եք մեզ հետ, որտեղ երկրորդ մասում այնտեղ ունենք հանրայինը բացատրում է ինչի է հովանամանքը լուսաբանում, լիքը հետաքրքիր սկանդալային բաներ, նենց որ նայում ենք ու երաժշտասերներին, չգիտեմ, այ դուք կարաք չնայեք։ Ու լողացեք։ AI-ով սարքած վիդեոներն ու նկարները դարձել են սովորական ու զավթել են համացանցը։ Բայց մեզանից ոչ բոլորն են տարբերում AI-ով սարքածը իրականից ու գնալով դա միայն բարթանալու է։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք մեծահասակ լինենք ու հենց այսօրվանից սովորենք ապրել այդ նոր աշխարհում։ Հիմնականում դեռ AI-ով սարքածը շատ ակնհայտ է։ Բայց երբեմն այն խափուսի կա։ Հիմա շատ հեշտ տեստ պարզելու վիդեոն իրական է թե չէ։ Հարցրեք ինքներդ ձեզ։ Դա կհավատար, որ այս վիդեոն իսկական է։ Եթե պատասխանն է այո, ուրեմն մի հավատացեք, որ վիդեոն իսկական է։ Այդքան բան։ Օրինակ, եթե տեսնում եք, որ Հռոմի Պապը ձեր բակի հարութիկի հետ բասկետբոլ է խաղում, դա երևի սարքած է։ AI-ով վիդեոների մեծ մասը չեն գերազանցում 15 վայրկյանը, նրանց վրա լավ չի երևում տեքստը, իդեալական լուսավորված է ու հավանաբար fake է։ Այս դարում եղեք մի քիչ ավելի կասկածամիտ։ AI-ի դարն է վերջի վերջո։ Նարեկ, իսկ այսօր ինչ լավ նորություն ես ասելու Դոմոսի մասին։ Ասելու եմ։ Գիտես որ ասելու եմ, ուրեմն գնում ես Դոմոս, անում ես 50,000 դրամ կամ ավելի գնումներ եւ ստանում ես պարտադիր շահում։ Այսինքն պարտադիր։ Այո, պարտադիր հետը շահում ես ստանում կամ հերոստացույց, կամ օթորակիչ, խոհանոցային տեխնիկա, կամ էլ լրացուցիչ զեղչ։ Բա գնամ։ Բա վաղվանից գնա, ամսի 8-ից 11-ն է գործում այս ակցիան։ Երկրի թիվ 1 TikToker-ը շարունակում է նկարել իր այդ սրտիկները, չգիտեմ ինչի համար, բայց մեզ ուղարկում է։ Ընդ որում soundtrack-երը անընդհատ փոխվում են, դասականից մինչև Zemfira, Rabizից լեզուս չի պատուցվում։ Այո, Սերգեյը պապանձվեց, որտեղ վերջապես TikToker-ը հասավ իր սիրելի Ջոն Լենոնին։ Ու հիմա հասկանում եք, չէ, որ եթե մենք բուն Ջոն Լենոնի երգը օգտագործենք, YouTube-ը մեզ շան օրը կգցի, դրա համար ստիպված Լենոնի փոխարեն կատարումը կանենք մենք։ Imagine all the people living for today. Ինձ երկու հարց է տանջում։ Նախ Yoko Ono-ն լսել է այս կատարումը։ Ու երկրորդը խի։ Ոչ մի Ջոն ու ոչ մի Փոլ չի պլստալու։ Նարեկը դեռ չգիտի, որ թիվ 1 TikToker-ը հասավ նաև իր սիրած խմբին։ Queen? Այո։ Չէ, չեմ հավատում։ Okay, հասկանում ենք, որ YouTube-ը կորդանակով մեզ կմորթի, եթե էլի օրիգինալ դնենք, տենց որ կներեք։ Sometimes I feel so sad. But no one's gonna stop me now. No one. Oh
Okay, եթե մյուսը Elvis-ն ա եղել, ես չգիտեմ ես ինչ եմ անելու։ Օրորի ամեն ինչ գնում է դեպի ավելի մեծ մեծություններ։ Ամեն վարքյան կհայտնվի Օքսի Ավդալյանի նոր հիթը։ Լավ, որպեսզի տպավորություն չստեղծի, որ եկյա երկրի ղեկավարը ասենց անլուրջ բաներով զբաղված, կան նաև լուրջ թեմաներ, որ կառավարության նիստին բարձրացվեցին։ Ես վերջերս մտել եմ մի դպրոց, նայում եմ դաշնամուր չկա։ Ասում եմ դաշնամուր չեք ստացել, ասում եմ ստացել ենք, ասում եմ բա ուրա։ Ասում եմ բանալին հրբերեք, այդ բանի դահլիճին կից կա պահեստ։ Այդ պահեստում դրած է։ Հարգելիներս դա երեխեքի համար է, երեխեքի։ Դա այն մեր տան սպասքի պես մի տարեք դրեք պահարանը ու դուռը փակեք, որ թեկուս 50 տարի հետո էլ վարչապետ գա տեղ ասեն դաշնամուրն ուր ասեք հեսա ձեր տված չի։ Այդ դաշնամուրը դրած է, որ երեխեքը նվագեն։ Թող երեխեքը նվագեն, փչացնեն, թող տան ջարդեն։ Այո, չի կարելի երեխաների ստեղծագործական ջիղը սահմանափակել։ Ջիմի fucking Hendrix-ը գիտեք, քանի գիտարա ջարդել միջև սովորի նորմալ նվագել։ Ինքը իրա գիտարներն էր ջարդում վարում, ոչ թե դպրոցի իրանն էր։ Ինչպես դու հասկանում արա երեխեն պետք է մի քանի դաշնամուրել վարի տա միջև սովորի։ Երեխեք ջան, դուխով ջարդեք, ձյաձյան տերա։ Երեխեք իհարկե ասի ջարդեք, բայց չջարդեք։ Երեխեք, ադբոյ, չեն ջարդում դաշնամուրներ, դուք գիժեք, вообще երեխեք, խի պետք է ջարդեք դաշնամուրները։ Դակ ձյաձյան կգա եւ մեծերին տան կտանի շատ վատ տեղ։ Շատ քչերը գիտեն, բայց այս դաշնամուրային շարժման ետևում կանգնած էր Սերգեյը։ Բահու մենակ չէր ազդարում։ Շատ հերավոր 7 տարի առաջ երբ դեր ՀՄԿ ցույց էր տալիս Սերգեյին կամից, այսպիսի շարժում կար։ Աշոտքի երաժշտական դպրոցին անհրաժեշտ դաշնամուրներն էլ Կարենն ու նրա ընկերները տեղ հասցրեցին։ Սա հնարավորություն է մարզերը դարձնել ավելի երջանիկ։ Եթե մենք ասում ենք, որ պետք է ժողովուրդը ուրախ լինի, լավ լինի, պետք է հասկանանք, որ նրան պետք է տանք ինքնաարտահայտման եւ ինքնադրսևորման միջոցներ։ Արա, ես вообще մոռացել էի, փաստորեն 7 տարի անց իմ մեսեջները հասնում են տեղ։ Այո, բարեբախտաբար ցնցուղի մասին դու չէիր արտահայտվել, չէ՞։ Խի պետք է ցնցուղի մասին արտահայտվեի։ Ցնցուղները դպրոցի թող օգտագործեն։ Ես էլի տնորենի հետ իմ խոսակցությունն եմ հիշում։ Մտնում եմ բանը, ցնցուղ նայում եմ օգտագործած չի, ասում եմ չեք օգտագործել ոչ մի անգամ, ասում եմ հա չենք օգտագործել։ Mirë, կարևոր ճշտում, տնորենը դպրոցի այդ ընթացքում եւս ցնցուղում է։ Չէ, կեղտոտ մտքեր, վարչապետն ու տնորենը մտան ցնցուղ, հա, չէ։ Տնորենը ցնցուղի կողքը կանգնած էր, մինչ վարչապետը ցնցուղում էր։ Ավել լավ չնչեց իհարկե։ Մի մատ հասկանաք, օքեյ, վարչապետը երկրի ցնցուղում էր, անջատած տնորենը ուղղակի բաղնիքում։ Հետո հակնված երկուսն էլ։ Քանի երեխա կլինի դպրոցում, կլինի 5 երեխա, 10 երեխա։ Ում տանը ցնցուղ չկա։ Կլինի ձեր դպրոցում, հնարավոր է տենց բան։ Ասում են հա, ասում են թող տուն գնալուց առաջ գան ցնցուղ ընդունեն, նոր գնան, ինչ կլինի, վատ կլինի, խնդիր կլինի։ Ինչի համար ենք ամեն ինչը տենց պահում, փակում եւ այլն եւ ուղղակի երեխաքի մասին էի մտածում, զուտ։ Մեկ sense Լուկաշենկոյի այդ միկրոմենեջմենտի մեջ որ են գնում է Փաշինյանը, մոռանում ես այն մյուս խնդիրների մասին։ Այո, բայց այդ խնդիրները կան, օրինակ հանրայինի ղեկավարը փորձեց պարզաբանել, որ խիեն հովանավանքից ուղիղ եթեր տալիս։ Դա իրադարձություն է, որը որ հետաքրքիր է հանրությանը եւ լրատվամիջոցները որոշել են դա լուսաբանել, այդ թվում նաև ուղիղ եթերում եւ հանրայինն էլ լուսաբանում։ Ի վերջո իսկ ինչի չի կարող լուսաբանել հանրայինը։ Ինչի չի կարող հանրայինի լուրերը լրատվական ծառայությունը YouTube-յան էջում ուղիղ եթերը հեռարձակել, երբ որ այդ օրը կարծեմ տասնյակից ավելի ես գոնե սիրողական նայեցի, տասնյակից ավելի լրատվամիջոցներ ուղիղ եթերում լուսաբանում են, ինչ կար զարմանալու։ Okay, փորձեմ հանրայինի գործադիր տնօրենին բացատրել հանրայինի ու այն ինչ որ 10 լրատվականների էական տարբերությունը։ Այդ 10 մասնավոր լրատվականները կարող են նույնիսկ գնան ինչ որ դերասանի պանիխիդային ու սքացող մարդկանց մոտենան փորձեն ինչ որ հարց, ինչ որ սենսացիա կորզեն, սիրունա դա չէ, պետք է անի նույնը հանրայինը, չէ, կարող է մի օր, եթե Արուսիա Կավկազը հանգարց ասենք հանդիպում կազմակերպի իր հետևորդների հետ, то 10 էլ չէ, 20 լրատվական կգնան դա լուսաբանելու։ Հիմա հարց Հովանեսին, արդյոք պետք է հանրայինն էլ գնա Արուսիա Կավկազին լուսաբանելու։ Ես կարծում եմ, որ չէ։ Նու կարող է հանրայինը նաև հավասար լուսաբանում է հայ առաքելական եկեղեցու պատարակը։ Հավասար, արդեն ասենք հավասարին։
Վատա, բայց հա, գուցե մի հատ ճիշտ ենք։ Ինչու հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել Կիրակի օրը Մայր աթոռում կաթողիկոսի քաղաքալության 26-րդ ամյակին նվիրված պատարակը, ինչպես օրինակ լուսաբանում էր մեկ այլ պատարակ։ Շատ լավ, ես ձեզ ասեմ ընթացակարգը, երբ որ հանրային հեռուստաընկերությունը որևէ պատարակ լուսաբանում է, հանրայինին նախապես տեղեկացնում են պաշտոնական նամակով, դիմում են, քննարկվում է, դա տեղանքի զննությունն է կատարվում, դա մեծ աշխատանք է, դա այնպես չի, որ այդ ձեր համեմատականը Հովանավանքի հետ, որտեղ մի տեսախցիկով ուղիղ եթերը հեռարձակվում եւ մեծ իրադարձություն լուսաբանելը, դրանք տարբեր բաներ են։ Ախ, չեն դիմել, դրա համար չեն լուսաբանել։ Իսկ սկսում եմ մտածել, որ նոր տարուց առաջ կաթողիկոսի ուղերձը որ միշտ ցույց էր տալիս, կարող է վերջին 2 տարին մոռանում է դիմել, դրա համար չեն ցույց տալի։ Կամ կարող այն հապկի պատմությունն է, որ դիմել են, բայց սխալ կետով են դիմել։ Եվս մի հատ հարց, եթե մի օր Արուսա Կավկազն էլ նոր տարվա ինչ որ ուղերձ ձայնագրի ու մի 10-20 լրատվական այդ ուղերձը հեռարձակեն, հանրայինն էլ է հեռարձակելու։ Ինչու օրինակ լուրերի բաժնում կամ վերնագրերում դուք գրում եք Կտրիչ Ներսիսյան, դուք արդյոք այստեղ պահում եք այդ տեսեք, եթե շահերը, որոնք եկեղեցու դեմ քննադատում են։ Ես հիմա հանրայինի եթերում եւ YouTube-յան ալիքներում հարյուրավոր տեսանյութեր կան, եթե կոնկրետ ինչ-որ բանից եք հարցում, խնդրում հարցում ձևակերպեք, որ ես հասկանամ կոնկրետ բանի արձագանքը։ Լուրերում չեք օգտագործում, մեկնաբանները չեն ասում այդ բառը։ Այդ աննախ։ Քիչ առաջ մեզ մեղադրում են, որ հյուրերն էլ են ասում։ Հովանես ջան, ձեզ հյուրերի մասին չեն հարցնում, ձեզ ասում են, «Խիա հենց հանրայինը անձամբ հենց սենց վերնագրեր դնում»։ Է դրան պատասխանեք։ Եթե սա ձեր կամքին դեմ է, այս նշանը ցույց տվեք։ Որովհետև սա ուղիղ խոսք է մեջ բերում հանրային նարս, օրը 3 անգամ։ Okay, ես չուտում բոլորին ոնց ասում են տենց մեկնաբանումա, ընդդիմությանն էլ չէ, երևի պետքա տենց անի, ու ասենք ինչ տենց հետաքրքիր բան կար վերջերս։ Ազգակործան պատուհաս ասել էր մի եկյա առաջին նախագահ։ Տեսնենք էլի տենց ուղիղ խոսքը պահպանելով մեջ բերել է հանրայինը։ Ոնց որ թե չէ Հովանես ջան, ոնց որ մի կողմին մեջ բերելուց պահում եք խոսքը ոնց կա, իսկ մյուս կողմի դեպքում դες ոչ էլ դրան անդրադառնում եք։ Լավ, վերադառնանք Հովանավանք։ Այստեղ ի հայտ եկավ Փաշինյանի կողմից շատ կարևորվող մի հանգամանք՝ կադաստրի թուղթ։ Փաստաբան Արա Զոհրաբյանը մի քանի հաղորդում էր ներկայացրել։ Ընդգծել էր, որ եկեղեցում պատկանող տարածքը զավթված է, իսկ դրա պատասխանատուն բարձրաստիճան ոստիկաններն ու վարչապետն են։ Հիշեցրել էր, որ հենց իրավապահների աչքի առաջ ու թողտվությամբ են խոչընդոտել իր ու Հովանավանք գնացած օրինական քահանաների տեղաշարժը, Մայր աթոռին արգելել մտնել իր իսկ տարածք պատարակ մատուցելու, անգամ սեփականության վկայականը ոստիկաններին ցույց տալուց հետո։ Մինչդեռ նույն ոստիկանների պահպանության ներքո նույն պահին եկեղեցում պատարակ էր կացնում կարգալույց քահանան։ Երբ ժողովրդական բաստիոնը այնքան ամուր, այսքան Հայաստանի նկարել այդ սեփականության իրավունք բան, այդ մի հենասյունն էլ տենց հանել շպրտել, ոչինչ։ Լավ, այս փիլիսոփայական հարցերը մի կողմ դնենք, նույնիսկ աշտիշատի որոշումները դնենք մի կողմ, մի պահ աշտիշատը դնենք մի կողմ։ Ոստիկանությունը sense դեպքերում չպետք է ու գասես, ախպեր ջան, կա սեփականությունը, թուղթը, ինչ եք փոխել միջուկը։ Քնչականից չեն պարզաբանում, թե այդ ինչ քրեական վարույթի շրջանակում են պաշտպանում Ստեփան Ասատրյանին, նախկին քահանա Տեր Արամին, ումից են նրան պաշտպանում։ Այս հարցին եւս պատասխան չկա։ Այսօր քնչականի ղեկավար Արթուր Պողոսյանը միայն հաստատեց, որ քրեական վարույթ չեն հարուցել եւ մերժել են Մայր աթոռի փաստաբանի դիմումը։ Այդ հաղորդումը սահմանված կարգով ընթացք է լուծվել։ Հիմա այս պահին ճիշտ ասած որքան տեղյակ եմ վարույթ չի նախաձեռնվել։ Թեման այնքան նուրբ է ու այնքան ակնհայտ քաղաքական է, որ ոչ ոք չի ուզում sense իրա վրա վերցնել, մտնել այդ պատասխանատվության տակ։ Իրավիճակը այնքան աննախադեպ է, որ ոչ մեկ չի ուզում դրա տակ մտնի, ոստիկանություն ինչ է ասում։ Գրել են, թե փաստաբանը եկեղեցու ներխուժումը կանխելու համար դիմել է ոստիկանություն, թող նրանք էլ զբաղվեն այդ հարցով։ Ներքին գործերի նախարարությունը սակայն շաբաթներ շարունակ լուռ է։ Զոհրաբյանը դեռևս պատասխան չի ստացել։ Ես այդ դիմումը ներկայացրել եմ, ընդ որում տարածքային բաժնին եմ ներկայացել, աշտարակի ոստիկանության եմ ներկայացել, մինչև հիմա դրա պատասխանը չունեմ։ Դիտավորյալ անգործություն են դրսևորում։ Ձեր զանգը շատ կարևոր է մեզ համար։ Մնացեք կապի մեջ, մինչև մեր մասնագետը կհասկանա արա այս ինչ վիճակ է ու մի բան կմտածի։ Եվ դուք եւս մնացեք մեզ հետ։ Եթե գիտեք, ուրեմն գիտեք։ Գնաց, if you know, you know. Boom. Oh God. Burger Day։ Okay, ուզում ասեմ, ես երկար տարիներ աշխատել եմ New Hampshire-ի բուրգերնոցներից մեկում, Friendly's ռեստորանում, եւ, в общем, այս բուրգերները ավելի լավն են։
Համապատասխանում են ամերիկյան չափանիշներին, այդպես է։ Ինչտեղ են չափ։ Home fries or mashed potatoes։ Այդպես։ Տեսա ինձ ավեշտալի բացեցի։ Հաստողեցի բոցը։ Սա չգիտեմ։ Սա որ ուտում ես, ուզում ես էլ ոչ մի բան կյանքում չուտես։ Շատ ամերիկյան բան է։ If you don't know, you don't know. But if you know, you know. No, fuck. Всё, давай, սոց գովազները պետք է նկարենք։ Էհո։ Ես միջով չվերջացեմ չեմ գնալու։ Ուտելով չես Հա, կա։ հասկացանք։ Չէ։ Գիտեմ ժամանակը բան է, բայց Եվ այսպես դուք ունեք բիզնես, որը նենց է ստացվել, որ լավ է գնում։ Ֆինանսական հարցերը բարդանում են, ինչ անել։ Ձեզ կօգնի մեր ֆինանսական գործընկեր FL Consulting-ը, կարող եք նրանց վստահել ձեր ֆինանսները եւ հաշվապահությունը։ Ֆինանսական խորհրդատվությունից մինչև հարկեր եւ բիզնես վերլուծություն, հայերեն բոլորիս հասկանալի լեզվով։ Վստահեք պրոֆեսիոնալներին։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Եթե ժողովուրդը կընտրի Ռոբերտ Քոչարյանին, ես ծառա, եթե թույլ տա, որ ես ծառա եմ։ Եթե ժողովուրդը կընտրի Սերժ Սարգսյանին, ես ծառա, եթե թույլ կտա, որ ես ծառա եմ։ Եթե ժողովուրդը կընտրի Լևոն Տեր-Պետրոսյանին, ես ծառա, եթե թույլ կտա, որ ես ծառա եմ։ Լսի, այդ Նիկոլի մյուզիկներով վիդեոներ դնել է։ Դու ջոգում ես, որ ինքը փորձում է բոլոր ժանրի մարդկանց տենց ճիշտ ձևով ձեռք գցել։ Բայց ոնց։ Ինքը որ Queen դրեց, ես դրանից չսկսեցի իրան, ես հակառակը սկսեցի հակակրել։ Հա, Դու որ Ջոն Լենոնը օգտագործես, դու սկսեցի շատ սիրել։ Դու ինքը նույնիսկ եթե Elvis-ի բակերը թողնի, մեկը չսկսի համակրել։ Այո։ Հա, բայց ինքը ցույց տալի կապ բոլոր խավերի վրա, այսինքն կապ։ Ինքը ուզում ասի ես մի քիչ Զենֆիրայի համայնքից եմ, մի քիչ Ջոն Լենոնի համայնքից եմ, տենց հարը տեղից։ Մի քիչ Վլադիմիր Սարդոստայնը մշակութային կառույցը։ Ես չեմ ջոգում, որ դե այդ է էֆեկտիվ։ Որ տենց հաուզում անի, ինձ էլ է թվում։ Հա, բայց որ այ աշխատում է, չգիտեմ։ Չկողմնորոշված Ջոն Լենոնի ֆանատների համար։ Միացեք Arm Comedy-ի Patreon-ին եւ այսուհետ ածխաջրերը ոչ թե ձեզ կչաղացնեն, այլ հակառակը լավ կնիհարացնեն։